Հարգելի գործընկերներ, եկեք մասին post factum հայտարարություններ եք անում, ուզում եք արդարացնել այսօրվա որոշումը։ Հիմա ես ուրիշ բաների մասին եմ ասում, նաև, որ եղել են մինչև այդ սահմանափակման փորձեր, բայց այդ մարդիկ, այդ թվում նաև Արամ Սիմոնյանը հասկացել են, որ դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա Երևանի պետական համալսարանի համար, քան իմ սահմանափակումը։ Թեմայի շարունակություն էլի կներեք։ Տեսեք, պետհամալսարանը պատճառաբանել է, որ դասախոսը ազատվել է աշխատանքից իր պահվածքի համար եւ արդեն բացահայտվել է դասախոսը։ Ես քանի որ թեմային ծանոթ չեմ։ Եվ քանի որ շատ հաճախ լրագրողները հարց տալուց իրականությունը խեղաթյուրում են եւ փաստը չեն ներկայացնում այնպիսին, ինչպիսին կա, ես զերծ կմնամ մինչև թեմայի ուսումնասիրությունը այդ հարցին պատասխանեմ։ Ես պատասխանեցի։ Պարոն Հարությունյան, դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Կնքվել եք եկեղեցում, 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Եկեղեցու հետ կապված այս արշավը ես տեսնում եմ, որ դուք էլ շատ գրառումներում անդրադարձել եք, կաթողիկոսին իր քաղաքացիական անազգանունով եք դիմել, ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։ Եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցուն։ Այո, գտնում եմ։ Ներողություն, պարոն Հարությունյան, ձեզ մկրտել է հենց այդ, ինչպես դուք եք նշում, Կտրիչ Ներսիսյանի կողմից օծված հոգևոր։ Չէ, 91 թվին ինքը չէր, այն ժամանակ Վազգեն առաջինն էր։ Հարվածում պարոն Հարությունյան, ինչով է հարվածել մինչև այսօր, ինչ է եղել։ Ինչով է հարվածել։ Այդ խնդիրը նոր է առած, դուք եք բարձրաձայնում եւ ասում եք, որ հարվածում է հայ առաքելական եկեղեցին, ինչով է հարվածում։ Այս խոսակցությունը զրոյից ենք բացում։ Ասենք, եկեք կոնտեքստներից կտրված կանը։ Որն էր, պարոն Հարությունյան։ Զրոն, երբ որ սկսեց խոսակցությունը նրա ոչ կուսակրան լինելու մասին։ Դուք գրառում եք արել, որ 2020 թվականին հանդիպել եք կաթողիկոսի հետ, ինչ եք քննարկել, արդյոք այդ ժամանակ ձեզ հայտնի էր այս ամեն ինչ, ինչ այսօր դուք գիտեք, եւ խոսել եք այդ մասին։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետեւ շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է։ Իրենք ասում են, չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն։ Եվ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում են, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները։ Եվ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց, այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հլը մի հատ այն թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է, գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կրնակիտ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ եղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ
Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ՞։ Հոդված 3։ Հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ տկեն նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում են հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում եմ դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Էս է եղել իմ Պարոն Հարությունյան, էս եղավ Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը, պարոն Հարությունյան։ Ինձ ներկայացրեցիք, մտածեցինք այդ ինչ պահված։ Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը, գուցե հիմա ակտիվ է լա, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց տա։ Պարոն Հարությունյան, նորմալ չի, որ մարդը կասկածներ ունենա։ Հաստատության ըստ փորձագետների անցել է անձնական դաշտ մտնելու, մարդկանց տեսանկարահան, չգիտեմ, անելու, կայու մտահոգություն են, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱՑ-ն եւ այլն կոնկրետ իրեն են ենթարկվում, որ նույն քվականների վերաբերյալ էլ բազմաթիվ նույնաբովանդակ կոմպրոմատներ կարող են ունենալ եւ մամուլում պարբերաբար գրվել այդ մասին։ Այդպիսի մտահոգություն չունեք, որ մի օր էլ ինչպես գործընկերս քիչ առաջ Արփսիմեն Հարգելի գործընկերներ, բաղնիքում, օրինակ ձեր կամ որևէ այլ բաղնիքում կարող են տեսախցիկ գնել։ Հարգելի գործընկերներ, չգիտեմ այդ ինչ համոզմունքով եք բոլորդ պնդում, որ դա չեք հարցնում, դուք պնդում եք եւ երբեմն ձեզ հետ խոսել չցանկանալու այդ ցանկությունը առաջանում է նրանից, որ ոչ թե դուք գալիս եք հարցեր տալու, այլ ձեր պնդումները անելու եւ վերնագրեր գրելու համար։ Այ երբեմն թեպետ ես երբեք բան չեմ արել, չեմ հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից, բայց երբեմն տհաճություն եմ զգում այդ, երբ որ լրագրողը գալիս է կներեք 1000 անգամ այս բառի համար, չանա տալու եւ ոչ թե հարց տալու եւ հարցը լսելու։ Եվ հիմա ես հիմա ոչ մտահոգություն չունեմ, որովհետեւ ոչ չունեմ, դե լսեք հարց տվել եք, հարցի պատասխանը լսեք։ Ոչ չունեմ, որովհետեւ իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի։ Եվ ես այդ օրինակը բերեցի, որ նույնիսկ մեր իշխանության ժամանակ գաղտնալսվել են եւ հրապարակվել են մեր պաշտոնյաների վերաբերյալ ուրեմն նյութեր։ Շնորհակալություն։ Այս հարցին էլ չեմ անդրադառնալու։ Պարոն Հարությունյան, թե ձեզ համար ընդունելի չէ այդ գործելակերպը, երբ որ Ես ասեցի, ես իմ բոլոր դիտարկումները ներկայացրել եմ նոր մինասի հետ կապվող մեդիա նյուզը արագ տարածել էր այդ վիդեոն։ Ես չգիտեմ իմ տեղակալի հետ կապված ինչ լրատվամիջոցներ կան։